Իսակովի պողոտայում երթևեկությունն այսպիսի կաթվածահար վիճակում է արդեն ավելի քան 1 շաբաթ է։ Ասֆալտապատման աշխատանքներ են իրականացվում մայիսին Երևանում սպասվող եվրոպական քաղաքական 8-րդ գագաթնաժողովին ընդառաջ։ Նախ այս հատվածն էր ասֆալտապատվում, հիմա մյուսը։ Այդ պատճառով էլ երթևեկությունը միակողմանի է։ Քաղաքացիները տասնյակներով ստիպված են լինում հատկապես առավոտյան ժամերին իջնել ավտոբուսներից եւ ոտքով անցնել ճանապարհի մյուս հատվածը։ Նշում են աշխատանքի եւ դասի հասնելու համար իրենցից ամեն օր առնվազն 1-ից 2 ժամ ավելի շատ ժամանակ է պահանջվում։ Դպրոց եք գնում, ինչքան պետք է քայլեք։ Այն ինչև Աբովյան։ Այսինքն այստեղ կվերջացնեմ տրանսպորտ կնստեմ։ Դուք դասից ենթադրում։ Հա, փոշանում։ Ձեր գործի եք գնում բոլորը։ Չէ, այդ մենք ֆրական գա պրոսպեկտ։ Ֆրական։ Չէ, գործ չեք այդ մենք։ Քայլում ենք էլի ոմա։ Ավտոբուսից եք իջել քայլելով եք Չէ, գնում։ ոտով ենք գալեմ։ Որտեղից։ Այդ ֆրական, ստեյս եք գալեմ։ Լրիվ խանգարում են, օրը ցերեկով ասֆալտ են անում։ Այս էլ քաղաքապետարանա կոչվում։ Քաղաքապետա կոչվում Ավինյանը, հետո ասում են խցանումներ է, խցանումը իրանք են ստեղծում։ Ինչ պետք է անեին ձեր կարծիքով սրա փոխարեն։ Գիշերը, գիշերվա ժամին աշխատեին շինարարները։ Ու մի գծով անեին ասֆալտը, նոր հետո մյուս գծով գային հետ։ Դուք հիմա ավտոբուսից իջել եք քայլելով միջով ուստի գնաք։ Հա, միջև էս վերևը։ Ամեն օր վերջին շաբաթվա ընթացքում այսպես եք առավոտյան աշխատանքի գնում։ Հա։ Հասնում եք ժամանակին։ Հա, ոչինչ, մի քիչ ուշ։ Ավինյանին ասեք խելոք բայ, ասես չեն անում, օրը ցերեկով ճամփա չեն սարքում։ Միջև ամսի 25-ը սարքելու են։ 25-ը մեռնենք պրծնենք, էլի ոտներներս պրոտեստ ենք։ Ավինյանին ասա դաբրո, ընտրություն է գալի, չեք ընտրվելու։ Սա հասկանալու վիճակ է, առհասարակ սարսափելի վիճակ է, աշխատանքից ուշանում ենք ու կարծում եմ այս մասին պետք է նախապես լրջորեն մտածել։ Շատ ցավալի վիճակ է։ Որտեղից եք գալիս։ Թայրովից, Արգավան Թայրով։ Ավտոբուսից իջաք։ Իջել եմ, այո, երթուղայից իջել եմ, նախընտրում եմ ոտքով գնալ։ Միջև ուր պետք է գնաք։ Ես այսօր պիտի հասնեմ Մամիկոնյանց Կոմիտաս։ Եվ չգիտեմ կհասնեմ թե ոչ։ Ամեն դեպքում ինձ թվում է, որ կարելի էր ավելի լուրջ եւ ավելի կոռեկտ մոտեցում ցույց տալ։ Ամեն դեպքում տեսեք, մյուս ճանապարհը բաց է։ Չեմ հասկանում այս բանին ինչու է երթևեկությունը այսքան կաթվածահար։ Ամբողջ քաղաքը սարսափելի վիճակում է։ Շատ ցավալի իրավիճակ։ Իրականում ահա վրա դուք էլ եք տեսնում։ Հիմա միջև ուր պիտի քայլենք։ Մինչև ավտոկայան տեսնենք ընդ վիճակը ոնց է նոր հետագա որոշումը կկայացվի, այսպես ասած։ Ես գտնում եմ սա իշխանությունների անգործության հետևանքն է։ Կարելի է իհարկե ամեն ինչը ճիշտ կազմակերպել, որ սենց խայտառակ վիճակ չլիներ։ Դե մի հատ նայեք, այս տարածության վրա մի հատ ոստիկան օրինակի համար չկա։ Գայիշնիկ, այսպես ասած։ Ну, գիտեք ինչ, ամեն հարցը կարելի է պլանավորել, բաժանել կոնկրետ գործողությունների ու նոր կատարել։ Իսկ ստե ես ոնց նայում եմ, ոչ մի վերաբերմունք չկա։ Ես մեքենան եմ թողել եկել։ Որտեղ եք թողել։ Ճանապարհի։ Ստեղ հեսակ ժողովուրդը թողել եկել են։ Աշխատանքային կոլեկտիվը։ Որքան պետք է քայլեք աշխատանք։ Դեսպանատուն անցնենք։ Չէ, մաքսատուն։ Ավտոբուսից եք իջել։ Հա, Նախընտրել եք ոտքով գնալ։ Մաքուրոթա եւ ժամանակը լավ բան անում։ Թողանի ոչինչ, մեր կողքը քայլեն։ այո։ Ես Արմավիր ավտոբուսից եմ իջել։ Հիմա միջև ուր պետք է քայլեք։ Մինչև ավտոկայան։ Ամեն առավոտ անցնում եք այս ճանապարհը։ Ոտքով ոչ, որ երեք եմ անցել, բայց ավելի դեսպանատան մոտից եմ նստել։ Դե աշխատում ենք ավելի վաղ դուրս գալ տանից։ Խնդիր չի, որ մի բանը շուտ կավարտվի, մեր համար են անում, շնորհակալ ենք։ Սա արդեն որ երրորդ անգամ է ստեղ եմ աշխատում։ Ավտոս թողել եմ այնտեղ, ոտով եմ գնում տուն։ Ոտով էլ առավոտ գալիս եմ։ Ամեն օր ինչքան ավելի ժամանակ է ձեզնից պահանջվում աշխատանքի հասնելու համար։ Օր ա եղել երևի 3 ժամ ա եղել։ Որ այս ճանապարհին մնաք։ Հա։ Հիմա ավտոբուսից եք իջել։ Հա, իջել եմ ու գնում եմ աշխատանքի կներեք նշանում եմ։ Մենք ինքներս տրանսպորտից ենք օգտվում, տրանսպորտում նույնիսկ կանգնելու տեղ չկա, մարդկանց քանակն էլ ահավոր շատացել։
բայց այս օրերին, էսի ահավոր վիճակ է։ Այս երբ որ ասֆալտապատում էր, վերջին մի շաբաթից Էսի 2 ժամ, արդեն։ 2 ժամից ավել։ Մենք տունը գործից դուրս ենք գալիս ժամը 6-ին, ասենք տրանսպորտ թեկուզ նստենք 6:30, ամենաուշը, չէ։ Մենք 9:10 ենք հասնում տուն, 9:20, էդի նորմալ է։